Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն հարգելի ազգակիցներ, հայ մարդիկ։ Մենք այսօր արդեն հաշված օրեր հետո պետք է ընտրություն կատարենք եւ գտնվում ենք մի կարևոր շրջանում, երբ հոգեբանորեն շատերս պետք է պատրաստ լինենք իրականացնել կարևոր ընտրություն։ Պետք է ունենանք այդ ուժը, կամքը, որպեսզի կարողանանք չմոլորվել, չհուսահատվել։ Ես նկատում եմ, որ շատ հայ մարդիկ հուսահատված են, անպայման մեր խնդիրն է մոտ 2-3 օրվա ընթացքում մարդկանց մոտ հուսահատության հաղթահարման համար զրույցներ անել։ Պետք է հասկանալ, որ եթե մարդիկ տարիներ ի վեր պայքարել են եւ ազգային գաղափարների համար եղել են ինչ-որ մարդկանց հետ, ինչ-որ մարդկանց կողքին, այժմ իրավունք չունեն հուսահատվելու։ Ազգային գաղափարները ընտրող մարդիկ եւ ազգային պետություն ունենալու իղձ ունեցող անձիկ պետք է հաղթողի եւ խիզախի հոգեբանությամբ մտնեն մրցապայքար։ Այս ընտրություններով հրաշալի հնարավորություն կա ինչպես իշխանափոխության, այնպես եւ ազգային ուժ խորհրդարանում ունենալու, ազգային ուժի լուրջ ներկայացվածություն ունենալու։ Բոլորիս կարևոր աշխատանքը պետք է լինի, կարևոր ձգտումը պետք է լինի ունենալ որակապես նոր խորհրդարան, ամբողջովին, եթե չհաջողվի իրականացնել այդ ցանկությունը այս ընտրություններով, միևնույն է, պետք է որակյալ փոփոխություն լինի խորհրդարանում, խորհրդանի կազմում։ Իսկ դրա համար պարտադիր պայման է ազգային ուժի ներկայությունը։ Ազգային ժողովրդավարական բևեռը 8-րդ քվեաթերթիկ բացառիկ եւ այն միակ ազգային ուժն է Հայաստանի ներքաղաքական կյանքում, որ ունհակ է, իզորու է եւ ունի այդ ներուժը ու վարկանիշը, հանրային վստահությունը ազգային ժողովում այդ փոփոխություններն իրականացնելու համար։ Եթե մենք 21 թվականին ունեինք մի վիճակ, որ նախկին ու ներկա սև ու սպիտակ թատրոնով մոլորեցրեցին մեր ժողովրդին, այժմ այդ սցենարը չի աշխատում, չի աշխատելու եւ մեր ժողովուրդը ընտրելու է ազգային ուժի։ Ազգային ժողովրդավարական բևեռ 8-րդ համար, 8-րդ քվեաթերթիկ համբերություն, խիզախություն եւ հավատ եմ մաղթում բոլորիդ ի հաղթանակ, ի գործ 8 համար հայ ազգի հաղթանակների համար։ Շնորհակալություն։